Համընդհանուր հայտարարագրման համակարգը չի չեղարկվի։ Կողմ 27 դեմ 59։ Մեկ ձեռնպահ ձայներով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը մերժեց Հայաստան խմբակցության նախագիծը։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մարտի 13-ի նիստի ժամանակ բացասական եզրակացություն էր տվել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին օրենսդրական փոփոխությունների նախագծին։ Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիայի իրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև նոյեմբեր։ Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք։ Առավելագույն չափը տարեկան 100,000 դրամ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. Ադրբեջանը նախորդ գիշեր ակտիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր ուղղություններով, որն առանձնացել է նրանով, որ կրակի ինտենսիվությունը նախորդ օրերի համեմատ էականորեն մեծ է եղել, ինչպես նաև կրակահերթերն ուղղվել են նաև գյուղերի ուղղությամբ ու վնասներ պատճառել։ Հայաստանի իշխանության իներտ կեցվածքն ու ադրբեջանական սադրանքներն արդարացնելը բերել է նրան, որ Ադրբեջանի քայլերի վտանգավորությունն առավել վտանգավոր դինամիկա է գրանցել։ Ինչ նկատի ունեմ, երբ ասում եմ, որ իշխանությունը արդարացնում է ադրբեջանական սադրանքները։ Փաշինյանի այն վարկածը, որ հրադադարի 3-ից 4 շաբաթյա ընթացքը կարող է պայմանավորված լինել ադրբեջանական բանակում առկա կարգապահական խնդիրներով, ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական գործողությունների արդարացում։